Մոտ մեկ ժամ առաջ նորից շտապօգնության կանոչ ենք իրականացրել, որտեղ Տիկին Թանդիլյանի մոտ կար արդեն արտահայտված հաճախասրտություն, որը ուղղորդում էր նաև սրտի ծակոցներով։ Շտապօգնության կողմից հետազոտվեցին նաև բացի Տիկին Թանդիլյանից մյուս մեր երկու ընկերները։ Դա արդեն ակնհայտ է, որ 11-րդ օրն է եւ օրերի ընթացքում արդեն ավելի խորն են փոփոխությունները, թե արյան ցուցանիշների, թե գլուկոզայի նվազման, եւ թե այսօր արդեն նկատելի էր 3 հացադուլավորների մոտ նաև չասեմ ձևավորված, բայց արդեն սրտի խնդիրներ, մասնավորապես ծակոցների, ցավի եւ բախիկարդիայի տեսքով։ Երեկոյան համատեղ որոշումից ընդունելուց հետո նաև մեր մյուս հացադուլավոր ընկերոջն ենք այցելել, որը արդեն չգիտեմ երևի թե ամսի 27-ից, բայց ոչ շարունակաբար գտնում է Ռուսաստանի դեսպանատան դիմաց, մեր առողջական վիճակի գնահատելու հետ կապված արտահայտված է հաճախասրտություններ, խորհուրդներ ենք տվել, ինչպես պիտի վարվի, խոսեցինք մի քիչ կառավարել այդ հաճախասրտությունը, այսօր նորից պիտի այցելենք Լևիկին Խաչատրյան։ Դուք իրան չեք ճանաչում։ Չէ, չենք ճանաչում, ուղղակի գիտենք, որ միացել է ակցիային, սկզբից ՄԱԿ-ի մոտ էր իրականացում հացադուլ, եթե հիշում եք Տիկին Թանդիլյանը օրեր առաջ այցելել էր, երեք նաև այցելեցին մեր երկու մյուս հացադուլավոր ընկերները Վարդանը եւ Արտավազդը, եւ անհրաժեշտություն կար նաև, քանի որ որևէ ինֆորմացիա չունեինք, որևէ ձևով առողջական վիճակի հետ կապված չունեինք ինֆորմացիա, ես ևս միացա մեր ընկերներին, որպեսզի իրար վիճակը գնահատենք առողջական։ Կարծում եմ այնտեղ էլ բարվոք վիճակ չունենք, քանի որ համ օրերով, համ առկա օբյեկտիվ տվյալներով այնտեղ էլ հաճախասրտությունը արտահայտված շատ էր եւ նորից հորդորել եմ ես ինչպես մեր ընկերներին, այնպես էլ Լևիկին Խաչատրյանը առաջ դադարեցնել հացադուլը, բայց տեսնենք։